Ամերիկայի Միացյալ Նահանգներն ու Իսրայելը իրականացրին ցավոտ հարվածի իրենց խոստումը։ Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ Այաթոլլա Ալի Խամենեին զոհվել է և երկրի կառավարությունը հայտարարել է 40-օրյա հանրային սուգ։ Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը արդեն հայտարարել է, որ վճռական վրեժ կլուծի Խամենեիի սպանության համար։ Զինված ուժերը կշարունակեն առաջնորդի ուղին եւ պատիժ կհասցնեն նրանց, ովքեր հարձակվել են երկրի վրա։ Կոչ ենք անում Իրանի հասարակության բոլոր շերտերին միավորվել ու ցույց տալ երկրի միասնությունը։ Ստեղծված վիճակում երկիրը ժամանակավորապես կղեկավարեն Իրանի նախագահը, դատական համակարգի ղեկավարը և Սահմանադրական պահապանների խորհրդի անդամը։ Ավելի վաղ Թեհրանի քաղաքային խորհրդի անդամը հայտարարել է, որ Միացյալ Նահանգների և Իսրայելի հարվածների ժամանակ մահացել են Իրանի գերագույն առաջնորդի Փեսան ու Հարսը։ Տեղեկությունը այլ պաշտոնյաներ ոչ հաստատել են, ոչ հերքել։ Իսկ Թել Ավիվում արդեն նշում են Խամենեիի մահը։ Իսրայելի բանակը նաև հայտարարել է, որ ոչնչացրել է Իրանի պաշտպանության խորհրդի քարտուղարին, պաշտպանության նախարարին և Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ղեկավարին։ Իրանի Կարմիր մահիկն էլ հայտնել է, որ Իրանի վրա Միացյալ Նահանգների և Իսրայելի հարձակումների պատճառով կա առնվազն 201 զոհ, 747 վիրավոր։ Իրանը տարածաշրջանում թիրախավորել է ամերիկյան 14 ռազմաբազա, մասնավորապես հարված է հասցվել նաև Հորդանանում տեղակայված ամերիկյան ռազմաբազային։ Իրանական ԱԹՍ-ն հարվածել է Դուբայի 5 աստղանի հյուրանոց աշտարակ Բուրջ Ալ Արաբին։ 321 մետր բարձրություն ունեցող արհեստական կղզու վրա կառուցված այս շենքի առաջինից 6-րդ հարկերում այրվել է ապակաթիլային հենակառույցը։ Պայթյուններ են որոտացել նաև Դուբայի հանրահայտ երկնաքերի Բուրջ Խալիֆայի շրջակայքում։ Իրանը հարվածել է նաև Դուբայի օդանավակայանին։ Հարձակման հետևանքով 1 մարդ զոհվել է, 7-ը վիրավորվել։ Դուբայում գտնվող զբոսաշրջիկները սպասում են ստորգետնյա ավտոկայանատեղիներում և նկուղային հարկերում, մինչև կթույլատրվի հյուրանոցի համարներ բարձրանալ։ Միաժամանակ Արաբական Միացյալ Էմիրությունների հակաօդային պաշտպանության համակարգերը հայտարարել են, որ Իրանի տարածքից արձակված մոտ 140 հրթիռ և ավելի քան 200 անօդաչու ոչնչացրել են օդում։ Քուվեյթի օդանավակայանը ևս հայտնվել է իրանական անօդաչուների թիրախում։ Նյու Յորքում հարյուրավոր մարդիկ բողոքի ցույց են անցկացրել դատապարտելով Իրանում Միացյալ Նահանգների գործողությունները։ Ցուցարարները կարծում են, որ աշխարհում ամենամեծ սպառնալիքը հենց Թրամփն ու Միացյալ Նահանգներն են։ Թեհրանի Պաղեստինի հրապարակում ևս հանրահավաք է տեղի ունեցել աջակցություն կառավարության։ Հավաքի մասնակիցներն իրենց բողոքն են արտահայտել Իսրայելի և Միացյալ Նահանգների հարձակումների դեմ։